Ադրբեջանցիների ձեռքն ընկած 17-ամյա Կարենի հայրը խեղդվում է հուզմունքից, արդեն 20 ժամ է, ոչ մի լուր չունի որդուց։ Դրանց ոչ մի նորություն չունեմ, հələ ոչ մի բան չեմ։ Կոնկրետ ես չէ, ոչ մի կետ չեմ խոսում։ Րոպե առաջ ինչ-որ բան իմանալու անհանգստությամբ են ժամերն անցկացնում նաև առևանգված մյուս տղայի 17 տարեկան Անդրեի հարազատները։ Նրան հայրն ու եղբայրն են սպասում։ Մեր մահացած այրա հերնել անասունների դաշտման դեղելան հասանելի է։ Սուքա, բա ինչ ախպերի, երկու երիտասարդ են։ Ըստ Հայաստանի ԱԱԾ-ի Կարեն Ջահանգիրյանն ու Անդրեյ Գյագունցը Արավուզ գյուղի մոտ գիշերը ժամը 1:20-ի սահմաններում մոլորվել են ու հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Տեղի ավականու անդամ Արգամ Հովսեփյանի տեղեկությամբ տղաները ձի են նկատել ադրբեջանական դիրքի մոտ, ձիերով մոտեցել են կենթանուն վերադարձնելու։ Երեխեք են նստել են ձիերը գնացել, որ իրանց ձիկա, որ բերեն այս դիմացը, պոստի մոտից։ Գնացել են, բռնվել են։ Հովսեփյանի խոսքով Կարենն ու Անդրեյը տեղանքին ծանոթ են եղել, բայց գյուղում մոլորվելը շատ հեշտ է, գրեթե ամեն քայլափոխի ադրբեջանական դիրքեր են։ 100, 150, 200, 250, տենց տարբեր պոստեր էլի դրված մեր գյուղի դիմաց։ Ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Հրապարակորաթերթի տեղեկությամբ տղաների տեղը ճշտելու համար ուժայինները դրոն են բարձրացրել։ Դրա նկարահանած տեսանյութում երևում է ինչպես են ադրբեջանցիները վիլիս նստեցնում սյունեցի անչափահասներին, տանում անհայտ ուղղությամբ։ Դիմել են պատկան մարմինի, կորպուս հրամանատարով, մեր զինվորականները եկել են։ Սպասում եք դե արդեն դա եսիմ կարմիր խաչա, եվրախորհրդա։ Ույսրներս նրանք են էլի։ Ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարենը Արավուսի բնակիչ է, Անդրեյը տեղի, շուտով բանակ էին գնալու, ասում է ավականու անդամը։ 12-րդ դասանա, հեսա բանակի եմ մի ամսից։ Արավուսում ու տեղում Կարենի ու Անդրեյի մասին ասում են աշխատող ընտանիքների սովորական երեխաներ են։ Անասունը պահում իրանց համար յոլա են գնում։ Սովորական հանգիստ երեխաներ են։ Իդեպ անցած գիշեր ադրբեջանցիների մոտ հայտնված Կարեն Ջահանգիրյանից մոտ 1.5 տարի առաջ ոչխար էին գողացել ադրբեջանցիները։ 2024-ի հունվարին, երբ Կարենը հոտը արածեցնելիս է եղել Արավուսում, 5 ադրբեջանցիներ, մեկը զինված, մոտեցել էին նրան, հափշտակել 260 ոչխար, կարճ ժամանակ անց վերադարձրել։ Արցախյան վերջին պատերազմից հետո հովիվի գործը խիստ վտանգավոր է դարձել Արավուսում եւ մոտակա գյուղերում։ 2022-ի հունվարին ադրբեջանցիներն առևանգել էին տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին, մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձրել։ Իսկ 2021-ի ապրիլին ադրբեջանցի զինվորները քաշքշել էին հայոյել արավուսցի հովիվ Ֆելիքս Ավագյանին, զենքի սպառնալիքի տակ փորձել տանել իրենց խրամատ։ Ադրբեջանական առաջին դրոշները արավուսցիների մշակած արտերում հայտնվել են 2020-ի դեկտեմբերին։ Արցախյան պատերազմից հետո առնվազն 60 հեկտար հող անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Ալբերտ Սերոբյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։